Հռոմեացիներին 6-րդ գլուխ։ Բայց արդ ինչ ասենք, շարունակենք մնալ մեղքի մեջ, որպեսզի շնորհը բազմանա։ Քավ լիցի։ Մենք, որ մեռանք մեղքի համար, ինչպես կարող ենք տակավին մեղքի մեջ ապրել։ Կամ չգիտեք, թե մենք, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նրա մահով մկրտվեցինք։ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոսը հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք քայլենք նորոգված կյանքով։ Եթե նրան կցորդ եղանք իր մահվան նմանությամբ, նրան կցորդ կլինենք նաև իր հարության նմանությամբ։ Իմացեք, որ մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի մեղքի մարմինը ոչնչանա, մենք այլևս մեղքին չծառայենք։ Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ Իսկ եթե մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Գիտենք, որ Քրիստոսը մեռելներից հարություն առավ և այլևս չի մեռնի, և մահը նրան այլևս չի տիրի։ Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է Աստծու համար։ Դուք նույնպես ձեզ մեռած համարեք մեղքի համար, և կենդանի Աստծու համար, մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։ Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ, հնազանդեցնելու իր ցանկություններին։ Եվ ձեր անդամները մի պատրաստեք մեղքի համար, որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստեք Աստծու համար, որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները Աստծու համար որպես արդարության զենք։ Որպեսզի մեղքը ձեզ վրա չի շխի, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհի։ Ուրեմն ինչ, մեղք գործենք, որովհետև օրենքի տակ չենք, այլ շնորհի։ Քավ լիցի։ Չգիտեք, որ ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք, ում հնազանդվում եք։ Եթե մեղքին, մահվան է տանում, եթե Աստծու հնազանդությանը, արդարության է տանում։ Բայց գոհություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք ձեզ ավանդված վարդապետության օրինակին։ Արդ մեղքի տիրապետությունից ազատվելով դարձաք արդարության ծառաներ։ Մարդկային ձևով եմ խոսում ձեր բնության տկարության պատճառով։ Ինչպես ձեր անդամները որպես ծառա մատուցեցիք պղծությանն ու անօրենությանը անօրենության համար, այնպես էլ այժմ ձեր անդամները որպես ծառա մատուցեք արդարությանը սրբագործման համար, որովհետև երբ մեղքի ծառաներ էիք, ազատ էիք արդարության հանդեպ։ Այն ժամանակ ինչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք, որովհետև դրանց հետևանքը մահն է։ Բայց հիմա մեղքի տիրապետությունից ազատվելով և Աստծուն ծառադառնալով, ունեք ձեր պտուղը, որ տանում է սրբագործման, և նրա հետևանքը հավիտենական կյանքն է, որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։